Կամ դուրը փակեք է։ Եվ այսպես հարկերի ներկանել, շրջակա միջավայրի նախարարության գործակալական մասնակից Շոմեն Կարապետյան, ներկայացված գործունեությունը վերաբերում է GMN Gold Mining ընկերությանը, որը նախատեսում է վայք համայնքի զարգացման վարչական տարածքում իրականացնել ոսկու կոզման ֆաբրիկայի և օջախբարների կառուցման աշխատանքներ, նշված գործունեությունը շրջակա միջավայրի վերաբերյալ գնահատման և գործակալության մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ենթակա է շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության, այդ պատճառով ընկերությունը լիազոր մարմնի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության միջոցով փորձաքննության է ներկայացրել ամբողջական փաթեթ։ Մի քանի տեխնիկական մաս, այսպես ասած ներկայացնեմ, քանի որ նախորդ հանրային լսումները քիչ թե շատ ամուկոտ են անցկացվել, ես բոլորիդ խնդրում եմ ապահովել լռություն և հանդուրժողականություն իրենց նկատմամբ, ձեզ ուզող հարցերի մանրակրկիտ ես կանդրադառնամ ու հարց ու պատասխանի փուլում արդեն երբ որ կներկայացնեք գործողությունները ես և նախագծող թիմը, այնուհետ ձեզ ուզող հարցերին կանդրադառնանք։ Ես խնդրում եմ բոլորին անջատել հեռախոսները, քանի որ հանրային լսումը շատ կարևոր է և գործընթացքում ազդեցիկ համայնքի ճանաչվել վայք համայնքը, ինչպես նաև Զարեթա բնակավայրը։ Հաջորդ լսումը այսօր է նախատեսված Զարեթա բնակավայրում, եթե մասնակիցներից ուզենան նորից գնալ հանրային լսմանը, ասենք Զարեթա բնակավայրում։ Եվ այսպես նախատեսվող գործունեությունը իրենից ենթարկվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայնակ կատեգորիայի գործունեության տեսակ և ամբողջ գործաքննական process-ը իրականացվել է տվյալ գործունեության տեսակներին համապատասխան։ Ընկերությունը նախատեսում է Զարեթա վարչական շրջանում կառուցել ոսկու կոզման ֆաբրիկա իր 2 կոչամբարներով, որոնք ամբողջապես տեղակայված են լինելու Զարեթա բնակավայրերում։ Նախատեսվող հողի մակերեսը կազմում է 12 հեկտար, հողը գյուղնշարակության հողեր են և համայնքապատկան հողեր են։ Ընկերությունը նշված փորձաքննության փաթեթի ներկայացնելուց հետո փորձաքննությունը իրականացվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները, նաև շրջակա միջավայրի նախարարության մեջ ստորաբաժանումների նորմատիվ կարծիքների ներկայացնելու նպատակով և համապատասխան նաև իմ կողմից ներկայացված առաջարկությունների և դողությունների հիման վրա կազմվել է վերամշակում։ Ընկերության վերամշակված փաթեթից ներկայացնելուց հետո արդեն կազմակերպել է երկրորդ հանրային լսումը։ Այս երկրորդ հանրային լսումով փորձաքննական process-ը համարվում է գրեթե վերջացած և համապատասխան եզրակացության տրամադրում է ընկերությանը։ Ինչ է իրենից ենթադրում նախատեսվող գործունեությունը։ Ընկերությունը նախատեսում է Սոֆիբի նահանգավայրից, որը գտնվում է դարձյալ Զարեթա բնակավայրի տարածքում, հիմնականում Սոֆիբի նահանգավայրից և նմանատիպ տեխնոլոգիա ունեցող այլ հանքավայրերից արդյունահանված ապարը վերամշակել իր տվյալ գործարանում, ապահովել ոսկու կոզում և կոչերի տեղադրում արդեն կոչամբարները։ Ընկերությունը հիմնական արտադրողականությունը կազմելու է 300,000 տոննա տարի արտադրողականության, Սոֆիբի նահանգավայրից նախնական նախատեսվում է արդյունահանված ապարը տեղափոխել 10,000 տոննա տարի ծավալով։ Հիմնական ազդեցությունները փորձաքննական գործընթացում բաժանվել են 2 որոշակի փուլերի։ Առաջինը հաշվի առնվում, որ սկզբից կատարվելու է կառուցապատման աշխատանքներ, որպես քաղաքաշինական գործունեություն, կոչամբարները դրանք հիդրոտեխնիկական կառույցներ են։ Այնուհետև ազդեցությունները գնահատվել են բուն շահագործման ընթացքում։ Կառուցապատման ընթացքում հիմնական ազդեցությունները կապված են լինելու
բնույթի տեղափոխման հետ կապված աշխատանքներ են լինելու, դրանք այնուհետ հարթեցման հետ լիցքի հետ կապված աշխատանքներ, այդ հողային աշխատանքների արդյունքում մթնոլորտային օդ արտանետվում են մեծ քանակությամբ փոշի, որը անօրգանական փոշի է եւ մթնոլորտում արագ տարածման հատկություն ունի։ Անօրգանական փոշու տարածումը կանխելու համար ընկերությունը մշտակ մոնիտորինգի ծրագրով ներկայացել է ջրցանման աշխատանքներ, որոնք տեղում պետք է կանխեն արտանետումները եւ թույլ տան քամիների ազդեցությամբ հասնել մինչև բնակավայր։ Նշեմ, որ մոտակա բնակավայրը Զառեթափ բնակավայրի մոտակա տունն է համարվում եւ հեռավորությունը մոտ 980 մետր է կազմում։ Տարածքում այդ ազդեցություններից, կառուցապատման ազդեցություններից անմիջական ազդեցություն բնակավայրին չի սպասվում, քանի որ բոլոր աշխատանքները իրականացվելու են տեղային եւ ունենալու են լոկալ բնույթ, կարճաժամկետ է լինելու եւ հնարավոր մեղմացնող միջոցառումներով չեզոքացվելու են այդ ազդեցությունները։ Մթնոլորտային օդի հետ կապված աշխատանքները, դրանք հիմնական չեզոքացող միջոցառումներ համարվում է ջրցանման աշխատանքները, որ ընկերությունը տեխնիկական ջրի ապահովման նպատակով դիմելու է լիազոր մարմին եւ համապատասխան ջրօգտագործման թույլտվություն ստանալուց հետո կատարի այդ աշխատանքները, իսկ հողային ռեսուրսների հետ կապված աշխատանքները նույնպես ազդեցության ենթակա են, քանի որ տարածքում կա հողաբուսաշեր, դրանք հատուկ տեղափոխման եւ պահման պայմանները պետք է ապահովի ընկերությունը, օրենսդրությանը համապատասխան, այնուհետ ամբողջական աշխատանքներն իրականացնելուց հետո տարածքի հետ լիցքի կանաչապատման համար օգտագործեն։ Կառուցապատման ընթացքում նաև ենթադրվում է կանխատեսվում է ազդեցություններ հողաբուսաշերտի վրա, բուսական եւ կենդանական աշխարհի մասով այստեղ ընկերությունը մանրակրկիտ աշխատանք է իրականացրել, դեպի բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հասցվել է։ Կարմիր դեպքան տեսակներ այս դեպքում ֆիքսված չունեն, հիմնական անցումային կենդանիներ են, որոնք սնունդ խնդրելու նպատակով են այս տարածքը օգտագործում եւ տեղաշարժվում են։ Դրանք հիմնականում թռչունների եւ կրծողների տեսքով են, իսկ կարմիր գրքյան բուսական ներկայացուցիչներ բույսերի չունենք այս դեպքում, ըստ ներկայացված հաշվետվության։ Նշեմ նաեւ, որ իմ եւ փորձաքննական մասնագետների կողմից կատարվել է տարածքը տեղազնման արդյունքները եւ օրինակները ավելի մանրամասն վերլուծությունների արդյունքում կներկայացվի չափագրման արդյունքները, ինչքանով են համապատասխան հաշվետվությամբ ներկայացված մակերեսներին, իսկ տարածքում երեք իմ կողմից կարմիր գրքյան ենթադրյալ տեսակ է, որը նույն մասնագետները պետք է արդեն ուսումնասիրեն եւ հասկանան ինչքանով է հավանական, իրիս տեսակի ծաղիկներ երեք հայտնաբերվել, որը դարձյալ մասնագետների վերջնական հաստատմանը պետք է ներկայացվի։ Ընկերությունը կատարել է կենսաբազմազանության ուղղված ուսումնասիրություններ, բայց պետք է նշեմ, որ տվյալ կարմիր գրքյան բուսական ներկայացուցիչները ծաղկման շրջանը, վեգետացիոն շրջանը հաշվի առնելով, դա նախատեսվում է ապրիլից մինչև օգոստոս եղած ժամանակահատվածը եւ կոնկրետ մասնագետների հետ նախընտրելի է այդ ժամանակահատվածում ուսումնասիրություններ իրականացնել։ Ժամանակաշրջանից կապված տվյալ բույսը կարող է լինել կամ չլինել, բայց եթե սեզոնայնությամբ դա չի հայտնաբերվել, չի նշանակում, որ չկա դրա տարածքում։ Ջրային ռեսուրսների հետ կապված հիմնական ազդեցությունը տարածքում Զառեթափ գետն է հոսում, նշված գործունեության տարածքի մոտ Զառեթափ գետն է, ընկերությունը տեխնիկական ջուր ապահովելու է Զառեթափ գետից, թե ինչպես տեխնոլոգիայի մասով օգտագործող ջրի շրջանառու համակարգի համար, այնպես էլ ջրցանման համար կառուցապատման ընթացքում։ Նաև այսքան է հիմնական քաղաքաշինական կառույցի վերաբերյալ ազդեցություններից, նշեմ, որ պատմամշակութային հուշարձաններ տարածքում առկա չեն եւ հիմնական ազդեցություններ դրանց վրա չի կանխատեսվում։ Կառուցապատման ընթացքում նաև գործարանի տարածքից զատ նախատեսում է երկու կոչանվարների կառուցում 4 եւ 5 հեկտար մակերեսներով։ Նշված երկու կոչանվարները սպասարկելու են տեխնոլոգիայից
արտանետված կոչերը, որոնք տեխնոլոգիայի դուրս են եւ պետք է ինչ-որտեղ այդ կոչերը կուտակել։ Նախատեսված է հիդրոտեխնիկական կառույց, որի տեխնիկական բնութագրերի մասով եւ անվտանգության սեյսմիկավորումների մասով ընկերությանը ներկայացվել է մի շարք դիտողություններ, որոնք մասնակիորեն լրացվել եւ հաշվի առնենք, որ ընկերությանը նաեւ նախատեսվել է նախադասման թույլտվություն ներկայացնել փորձակնության փուլում, որը բխում է կառավարության 596 որոշումից, ցանկացած արտադրական օբյեկտ, մանավանդ եթե դա հանդիսանում է վտանգավոր արտադրական օբյեկտ, անհրաժեշտ է ունենա նախադասման թույլտվություն, ըստ որի նաև նախագիծ կառուցապատման մասում է տեսաշրջում։ Նախագիծը պետք է հստակ ցույց տա բոլոր ենթակառուցվածքները, տեղադրույքերը, մակերեսները, բարձրությունները եւ ինժեներիա-եлекտրաբանական հետազոտության արդյունքները պետք է ամփոփվեն այդտեղ, որտեղ ստորերթյա ջրերի մասով ունենանք հստակ պատկեր արդյոք նախատեսվող գործունեությունը դրա ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ ստորերթյա ջրերի վրա։ Այսքանը ակրկա կառուցապատման ընթացքում իրականացվող ազդեցությունների մասով։ Հիմա անդրադառնամ բուն գործունեությանը, որը բոլորը շատ հուզող է եւ տեխնոլոգիական մասն է բոլոր, այսպես ասած, խնդրահարույց համարվողներից։ Ընկերության գործարանը, հենց բուն արտադրամասը, իրենից ենթարկվում է 3 հեկտար մակերես։ Այդ մակերեսում կառուցվելու է ոսկու կոզման ֆաբրիկային անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Ընկերությունը նախատեսում է նորագույն տեխնոլոգիայով այդ ամենը իրականացնել, ինչ է դրա մեջ մտնում, ջրի շրջանառու համակարգ, որը վերջերս է ահանջ դարձել, օրենսդրորեն, որ նմանատիպ գործարանները ջրի շրջանառու համակարգ ապահովեն, եւ այս մասով ջուրը հիմնական օգտագործվելու է ֆլոտացիայի process-ի եւ ցիանացման process-ների արդյունքում։ Ցիանացումը այն հիմնական գործընթացն է, որը ապահովում է ոսկու պոկումը, այսպես ասած, ալյութից։ Հիմնականում արտանետումները սպասվում են էլեկտրոլիզի ժամանակ եւ արտանետումներ այն աղացներից, որոնք մանրացնելու է տվյալ ապարը, որպեսզի հումք հանդիսանա հետագա գործընթացի համար։ Արտանետումների մասով աղացներից, ջարդիչ աղացների մասին է խոսում, որովհետև հիմնական պրոցեսն է, երբ որ ապարը մտնում է գործարան, այնտեղ 2 անգամ տարբեր չափերի պետք է մանրացվի ապարը եւ արտանետումները անօրգանական փոշու տեսքով են լինելու այդտեղ եւ ընկերությունը ֆիլտրացիոն համակարգ է, եթե չներդրի տվյալ աղացների մասով, ջարդիչ աղացների մասով, արտանետումներ անօրգանական փոշու հետ կապված բավականին կլինեն, հաշվի առնելով քամիների արտադրությունը դեպի բայկ ուղղված, այդ դեպքում հիմնական ազդեցություն կրող է բայկ համայնքների փոշու տեսքով։ Այս առումով ընկերության ֆիլտրացիոն համակարգերի մասը մեր մոտ նախագծում էլի բաց է, քանի որ չի շեշտադրվել ինչ ֆիլտրացիոն համակարգներ է օգտագործվելու եւ ինչքանով է դրանց արդյունավետությունը կազմում։ Ջրի շրջանառու համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի անմիջական արտանետումներ ցիանեջրածիններով չլինի միջավայրի վրա։ Դա մաքրման կայան է տեղադրվելու, որտեղ ջուրը զտվելուց հետո նորից տեղափոխվելու է process։ Փակ ցիկլի արդյունավետությունը կայանում է դրանում, որ հիմնական արտանետումները կանխատեսված են եւ կառավարել ընկերության կողմից։ Նորագույն տեխնոլոգիաներից նաեւ ընկերությունը ընտրել է 4 պոչերի տեղադրումը, սա եւս շատ գովելի խայլ է, քանի որ մենք 4 պոչերի տեղադրում հաստատի չունենք հանրապետությունում, 4 պոչերի տեղադրումը այնքանով է բայրված, որ քիչ տարածքներ է օգտագործվում, քիչ տողային ռեսուրսներ է օգտագործվում, դրանց կայունացումը, անվտանգությունը կոչամբարների համար
ավելի հնարավոր է դառնում անվտանգ ապահովել։ Իսկ 4 ոչերի արտանետումները արտերցիանաջրածինների տեսքով նույնպես կառավարելի են, քանի որ ցիանաջրածինը մաքրման կայանի միջոցով նորից չեզոքացումից հետո ջրածնի պերօքսիդով պետք է չեզոքացվի եւ նոր process ուղարկվի կրկնակի օգտագործման։ Այս դեպքում արդեն չեզոքացված ցիանաջրածինը հավանականությունը, որպեսզի պոչերում հայտնվի, շատ քիչ է կազմում։ Այնտեղ այո կարող է հնարավոր է լինել մնացորդային ցիանի մնացորդներ, սակայն դրա տարածման հնարավորությունները շատ թույլ են։ 4 պոչերի խոնավությունը կազմելու է մոտ 20%, ընկերությունը 80% ապահովելու է դրա ջրազրկումը նոր ուղարկի բաց պոչամբար։ 4 պոչերում կուտակվող 4 պոչամբարները այնքանով են արդյունավետ, որ ժամանակի ընթացքում ավազանման նյութ է այդտեղ տեղակայվում եւ հիմնական ռիսկները, որ պարունակում են, դա օդի հետ շփման, քամիների շփման արդյունքում տարածումն է եւ նույնպես հնարավոր տարբերակ է համարվում ծանր մետաղների արտանետումները։ Այս դեպքում ընկերությունը նաև մշտական մոնիտորինգի ծրագրով իրականացնելու է պարբերաբար խոնավեցում տվյալ տարածքի, որպեսզի քամիների ազդեցությամբ տվյալ փոշի զանգվածը չտեղափոխվի։ Բոլոր մշտադիտարկումների կետերի համաձայն օրենքով սահմանված կարգով ընկերությունը պատրաստական է եղել եւ իրականացրել է աշխատանքները։ Ռիսկերի կառավարման առումով հնարավոր բոլոր ռիսկերը կառավարելի է եւ հիմնական խնդիրը, որ այստեղ ժողովուրդը հանգստանում է, ցիանաջրածինն է, որը հավանականություն ունի տարածվելու, եթե ջրային միջավայրում է։ Բայց էլ եմ գտնում 4 պոչամբարների մասով ցիանաջրածինը նույնիսկ եթե մնացորդային է լինում պոչամբարներում, արևի ուղիղ ճառագայթների ներքով ընդհանրապես քայքայվում է եւ տարածման հավանականությունը շատ փոքր է։ Հաշվի է առնում նաեւ, որ ըստ քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի փետրվարի 1-6 հրամանի սանիտարապաշտպանիչ գոտի նման տեխնոլոգիական գործարանների համար համարվում է 1 կիլոմետրը եւ 1 կիլոմետր տարածքում հնարավորություն կա տեղակայելու միայն գործարանի տարածքին անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այդ մեր նշված գործունեության դեպքում գործունեության տարածքի 1 կիլոմետր շարավորով տեղակայված է թե ցանկելի տարածք, թե ջրային ռեսուրսի տարիքի հետը, որը մոտ 400 մետր հեռավորության վրա է գտնվում, եւ բնակելի հանգստի գոտիներ, որը ճիշտ ռելիեֆային հեշով ավելի ցածր է գտնվում, սակայն աշխատանքների ընթացքում հավանականություն ևս կա արտանետումներով ախտորման համար։ Այսքան է հիմնական ազդեցությունների մասով, եթե հարցեր ունեք կամ հավելելու կարիք ունենան ընկերությունը, Ակիրճ եթե ներողություն։ Երկու քանի ասեմ, նախ պոչամբարներից փոշի չի կարող լինի, որտեղ պոչամբարը 20% խոնավություն ունի, եւ խոնավության դեպքում փոշի չի լինի, ինչ վերաբերում ջարդիչ տեղամասում որ ֆիլտրը չկա, ջարդիչ տեղամասում տեղադրվելու են ցիկլոններ, որի արդյունավետությունը կազմում 80%։ Ես էլ հավատում կախված ֆիլտրների կամ եւ այլն, եթե մեր նախագծով նախատեսվածի հետ լազումն համաձայն չլինի այլ տարբերակ կառաջարկի, մենք դրան պատրաստ ենք, այսինքն մենք չենք սահմանափակում նրանով, ինչ որ ներկայացնենք, եթե ավելի լավ տարբերակ լազումն գտնի, միանշանակ մենք կողմ կգնանք, այսինքն այն ինչը որ կապված է շրջակա միջավայրի հնարավոր վնասի նվազեցմանը, ցանկացած հարցում մենք կողմ ենք լազումն։ Ես նաև նշեմ, որ պոչամբարների հնարավոր ջրային մասահալոցքների անձրևաջրերի մասով տվյալ տարածքից դուրս բերման համար ընկերությունը դրենաժային համակարգով նախատեսում է փոքրիկ լճակ, որտեղ եւ ամբողջական կուտակված ջրային մասան դուրս է գալու դեպի լճակ։
Դա լճակի հետ կապված, ինչ լճակ է իրարից ենթադրում եւ ինչքան ծավալով, ինչքան ժամանակ կարող է այդ լճակը ապահովել կոչամբարներից դուրս եկող ջուրը։ Դա կոչամբարներից դուրս եկող ջուրը չի։ Եթե կոչամբարներից դուրս եկող ջուրը դա գնալու է շրջանառու համակարգ միանալու։ Իսկ լճակը արված է ջրավակ ավազանից, կեղտաջրեր ու անձրևաջրեր կան, դե նստեցրեն եւ մաքուր ջուրը ուսա։ Ես ներկայացնում եմ ըստ հաշվետվության, հա։ Կոչամբարի պատվարի եւ ամբողջ կոչամբարի հատակը ծածկվում է գեոմեմբրանով, նախատեսում է կառուցել դրենաժային համակարգ, խողովակները տեղադրվում են կոչամբարի հատակին, գեոմեմբրանի վրա եւ միանալով հեռացվում են առաջնային պատվարի ներքին հատվածում նախատեսված լճակը։ Որը մտնում է շրջանառու համակարգ։ Այսինքն համ մաքրման կայանից է մտնել ջուրը շրջանառու համակարգ եւ այս լճակից։ Նաև պատմեմ ջրի մասին։ Ջուրը ընդհանուր շրջանառու համակարգը ոչերը խտացվել, չեզոքացվել են, խտացվել են, 20%-ով տանել են կոչամբար։ Իսկ մնացած ջուրը շրջանառու։ Հիմա կենցաղային կեղտաջրերը 22,250 կուբամետր ծավալով մտնում են յալմա մաքրման, կեսաբանական մաքրման կայան, որ ունի 4 աստիճան մաքրում, իջև 90%, երեքները նորից մտնում են տեխնոլոգիական ցիկլ շրջանառու ջրի հետ։ Այսինքն մենք ջրի արտահոս ոչ մի տեղից չունենք, բաց ջրավազան։ Միջև անգամ կեղտաջրերը չենք թողնում, որ դարվի։ Կոչամբարների կառուցումը պայթեցման եղանակների անվանացվել է կառուցման։ Հիմա ես այդ մաքրումը ցույց տամ, նկարածա դրածա մեջ։ Մաքրման կայանի տեխնիկական ցուցանիշներ։ Հիմա ինչ եք ասում, ինչ ասում։ Կոչամբարների կառուցումը պայթեցման աշխատանքներ շտապել։ Ինչ եղավ նախով կոչամբարը։ Ուրեմն կոչամբարները տեղային գրոտը հանվելու է, ու շատ նախնուկ որակի գրոտային ջրեր ես ուզում ասեմ, որ մենք հիդրոգեոլոգիան բերել ենք և գրոտային ջրերը բացակայում են։ Եթե նայել եք հիդրոգեոլոգիան կա, ինչ որ պայթության, եթե մենք ապառնենք, կարում է որոշ կողության վրա կամ ապառնեն, որ պայթելի ենթակա են։ Հիմնական այդ պայթեցման չի, հիմնական պայթեցում չի, հիմնականը կորային էքսկավատոր աշխատանքներ, մենք ընդեղ հանում ենք են ծավալը, որը պետք է պատնեշ կառուցենք, այսինքն չենք խորան միջև էր, մենք հանում ենք այդ ծավալը, եթե սկարան ծավալներ ասեմ, որը մենք նախատեսում ենք պատնեշի կառուցում, մի պատնեշը պետք է լինի 10 մետր բարձրության, ուրիշ պատնեշը 16 մետր բարձր։ Կառուցապատման հետ կապված է երկու բան ես ուզում ասեի, մենք բացասա երբ ստացվի հաջողության ավարտի դրական եսակացությունն, դրանից հետո միանշանակ նախաձեռնելու են նախագծի կազմում, պատրաստում, դրանից հետո լիազորմանում ներկայացում, դրանից հետո լիազորմանում են ներկայացում նախագծը դիտարկելը ուսումնասիրի եւ հնարավոր լրացում է դիտողությունը ունենա, այնուամենայնիվ բարձրացում լիազորմանում դա ուսումնասիրելը հաստատել, այսինքն այդ ամենը լինել ուղղակի այս փուլում չի եղել, ինչի համար չի եղել, որտեղ նախագիծ կազմելու համար, նախագիծ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է հողի նպատակային նշանակությամբ
փոփոխություն, անհրաժեշտ ասելնականության իրավունքի արկայություն, այդ ամենը առանց շմակ փորձակնության դրական եզրակացություն եւ իմաստունը եւ չէր կարող լինել։ Դրա համար այս փուլում դա չեն կարող, բայց դրա հաջորդելով միանշանակ Սոցիալական աջակցության մասով ու ընդհանուր սոցիալական ծրագրերի մասով ինչի կապ համայնքների կոնկրետ բազդակի համայնքներ պատվայքին եւ Դա մենք մշտապես համայնքին ողջունում ենք, ողջունում ինչով կարող աջակցել, ինչով այսօր մեր հնարավորություններ սահմանելու որ շատ աջակցություն տրամադրում եւ բարբերաբար տրամադրում համայնքի եւ բնակչության համաձայնության իրավային կոնկրետ Շեպելի ֆաբրիկա կոնկրետ ծրագիրը ինչպես ֆաբրիկան պետք աջակցության ծրագիր դեռ աջակցության ծրագիրը սպանիչ ունի, բայց համայնքը միշտ հնարում ենք, եթե անհրաժեշտություն կա, որպեսզի կրկին ինչ-որ ծրագիր լինի, Ընդհանրապես ֆաբրիկայի աշխատանքից հետո կազմում սոցիալական ծրագրի համակների լսում են համակների պահանջը կազմում տարեկան կտրվածքով, կահվարտային կտրվածքով ուզումներ անում, կամ ինչ-որ շինարական կամ ուրիշ գործեր անում, գազիկը, ջուր, ասֆալտ, օգնություններ մարդկանց եւ Բայց ասեմ ավելի ինչ-որ ծրագիր է, որ համայնքներ կամ պետության հետ լինի, միանշանակ կոնկրետ ծրագրից ավելի իրականացնելու ու դա սխալցենք իրականացնել։ Կարևորը նոր հարու աշխատատեղ անուններն են։ Չէ, հարու չէ, աշխատատեղի մասով ես մի քիչ ավելի հաճելի կարծիք ասեմ, որին ես միանշանակ սենց դեր կլինեմ, սենց ասեմ, 200 աշխատատեղ մոտ ունենալու ենք, աշխատատեղ ասելով զբաղվածություն, այսպես ասեմ, որի և նախորդ տեսման ժամանակ մասը և առանձին հանդիպումներ քննարկումներ ժամանակ, որի գերակշռող մասը լինելու է տեղի ժողովուրդը, այսինքն չհաշված են ներմասնագիտական հարցերը, որով ևս եթե համայնքում լինեն մասնագետներ մեծ սիրով ուրախ կլինենք, որ նրանք միանան, եթե չլինեն այլ տեղեցիկներ, իսկ մնացած հիմնական աշխատատեղերի մասով մենք առաջարկ ներկայացնում ցուցակոպին ինչ աշխատանք զբաղվածության տեղ ունենք եւ փորձելու ենք ստեղից համալրել տեղացի ժողովրդից։ Հարցերում եք հայտան։ Իհարկե, կտակ Տիգրան Միքայելյան, վայր համայնքի բնակիչ, ես ճիշտ հասկացա, կարժե շմագը, այսինքն ավարտված է փորձաքննության եզրակացությունը կա, հնարավոր ռիսկեր, որը կառավարելի են, մասամբ կառավարելի չեն։ Փորձաքննության փուլում է։ Շատ լավ, եւ մի հատ տեխնիկական հարց ծրագրի ավարտից հետո կոչանբարների ճակատագիրը ինչ է լինելու։ Կանաչապատ տարածք ռեգուլտիվացիա Մասամբ հանածողով, որ մենք նախատեսում ենք հասեք ուզը ուտավեք մարդը, բերի շերտան են, նրանք բլուրներ տեսքով պախվել է, որ է ծանկարվի։ Իսկ հանածածը պետք է ռեկուլտիվացիաներ ցանքի միջոցով, հարստական ցանքի, գիլրոպասիվ այսպես կոչված։ Կանաչապատ տարածք։ Իսկ պատնեշը համանթած բարձրանալու հետ միասին ինքը ենթարկվել է ռեկուլտիվացիա։ Իսկ այդ 300,000 տոննա այս վերամշակումից հետո դատարկ ապարների ճակատագիրը ինչ է։ Հենց դա է։ Ոչանբարում դրանք են վերջում։ Ոչանբարում մնում է ռեկուլտիվացիան կա։ Ինչ անում ոչանբարները մանավոսկու ոչանբարները հազվագույն մետալներ չի թույլատրվում ինչ-որ քանդեր կամ որով հետագան համարում է, որ գիտությունը կզարգանա և այդ ոսկին է կան։ Ոնց որ այսօր արատում են 0.7-0.5 մնացած ոչի, նորից անում են։ Բայց ես այդ հարցին եթե ճիշտ հասկացա, որ այդ ընդհանուր ծավալի մասով այդ ընդհանուր ծավալն է հենց կանաչապատ տարածք վերջում ծավալը, այսինքն այդ ընդհանուր ծավալը մենք այդ 4 ոչեր ասվածն է հենց այդ մնացած ծավալը, տեղադրում ենք այդ ոչանբարներում, վերջում ռեկուլտիվացիա ենք։ Այսինքն հանքում ռեկուլտիվացիա չի, որտեղից որ հանել եք, այնտեղ ռեկուլտիվացիա չի։ Այնտեղ ռեկուլտիվացիա լինելու է իր նախատեսված ծրագիր, այնտեղ առանձին ռեկուլտիվացիայի ծրագիր է ստեղ, ֆաբրիկային է։ Զեկույցում ես չլսեցի, որ նաև հնարավոր ռիսկ կա, որ այս պերեկիսով օքսիդացնելուց հետո նաև գոլորշու միջոցով տարածվի այդ նյութերը։ Երբ
մեր շրջակա միջավայրի վրա, բուսականության վրա, ջրերում եւ շնչառական համակարգի վրա ազդեցություն կարող է ունենալ։ Ուրեմն մենք նախատեսել ենք process-ից հետո որ հնարավոր ամենափոքր նվազմանը բերենք վնասի առկայությունը, process-ից հետո ցյանի չեզոքացում։ Ցյանի չեզոքացումը լինում է մի քանի տարբերակով, եթե չեմ սխալվում, մեկը քլորով, մյուսը բերեկիսով ու դրանց մեջից բերեկիսը ավելի արդյունավետ ու ավելի թանկ արժեքով։ Մենք նախատեսել ենք այս բերեկիսով չեզոքացումը, որ առհասարակ վնասը փորձենք զրոյականի հավասարեցնենք կամ հնարավոր նվազեցնենք։ Խոսքը գնում է որոշացման մասին։ Մենք պահում ենք process-ում եւ pH-ը 10-ից 11, որի դեպքում ցյանը քայլում ու չի քայլում։ Այդ մենակ բնապահպանական համար չենք անում ենք, որ ցյանը չկորցնենք ու կանանք լուծենք։ Իսկ ինքը հիմնական միջավայրում չի որոշվում։ Մեկ հատ ես Արտիշտի Միքայելյան, Խոշորաստված համայնքից, հիմա եթե ցիանիդի ինչ-որ ավազան առնում կամ ցիանիդի հետ աշխատանքներ առնում, տվյալ կողքի գյուղական համայնքներում կամ վայրում արտադրանքների վրա մատնանշվելու է, որ տարածքում կա ցիանիդ, այսինքն կլինի գյուղմթեր, կլինի արտադրություններ։ Դրա կարիքը որտեղ է նախատեսվում։ Հիմա առհասարակ եթե տանուտի տարածքում կա ցիանիդ, ինքը պետք է պարտադիր է, որպեսզի գյուղմթերքի վրա մատնանշվի։ Դրա հարցին հիմա ես ոնց պատասխանեմ։ Հիմա ասեմ Արարատի մթերքը արտադրող չեմ, իհարկե։ Այդ հարցը կարծում եմ, եթե թեկուզ այդպես կարիք կա կամ պայման կա, այս պահին ես դրա վերաբերյալ պատասխան սխալ կլինի տամ, որտեղ ես գյուղմթերքը արտադրող չեմ, չգիտեմ նման պայման կա, որ եթե մոտակայքում Ես կարծում եմ, որ կա նման պայման։ Ես հարցը վերաբերվում օրգանական արտադրիչների մասին, քանի որ գյուղմթերքը օրգանական արտադրանք համարվում ու կարծում եմ արտահանման նպատակով եք դա ասում, քանի որ արտահանմանն է դա վերաբերում հիմնական արտադրիչները նշվում են դեպքում տարածքում առկա հնարավոր արտադրման հավանականությունը, այս դեպքում կարծում եմ խնդիր չկա, քանի որ process-ը փակ ցիկլով իրականացվող process է եւ անմիջական ցիանային լուծույթներ արտանետման տեսքով չի սպասվում։ Դրանք չեզոքացվելու են եւ հետո նոր ուղարկվեն պոչամբարներ, իսկ պոչամբարները 4 պոչամբարներ են։ Դրանց արտանետման հավանականությունը ջրային մասսայի արտահայտության դեպքում կարող է լինել։ Իսկ 4 պոչամբարը 20% խոնավություն պարունակող պոչամբար է, որտեղ արդեն ցիրանի ջրային լուծույթ չի, հա, այդտեղ արդեն ցիանաջրածիններ են, որոնք բաց մթնոլորտային տարածքներում շուտ քայքայվող են, ճիշտ է, իրենք արագ տարածվող են, բայց հատկապես արևելյան ճառագայթներից արագ քայքայվում են։ Այսինքն ցիանի արտանետում չի մերու, ասեմ ավելի, եթե մի բան ենք կներեք, եթե հնարավորություն լինի, ես նախատեսում եմ հարակից տարածքում սեփական օգտագործման համար գյուղմթերք արտադրել բնական տարբերակով, սեփական ընտանիքի կարիքների համար գործառույթ։ Ես մի հատ հարցրեք, Արարատում ցենքը 76 թվականից աշխատում է ցիանում չէ։ Այսինքն գյուղ կողքերն դաշտեր են գյուղ տնտեսությունը հանդե ինչ-որ նշում է ապրանքների վրա, թե չէ։ Եթե ելներ ինձ թվում է Արարատում էլ կնշեին։ Բայց ասեմ Արարատի տարբերությունն է, որ մնում 4 պոչամբար, իսկ Արարատին է պոչամբարը չասեմ։ Տաշում նույնը ցյանով աշխատում, հանդերը չեմ ապրանքների վրա նշում են, թե ոչ։ Այո, ձորը տարբերությունը Արարատի ճանաչվող որպես գյուղատնտեսական այգի գործական Եվ Արարատի շրջան։ խոշոր կենտրոն, որը էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ միասին շատ կլաստերներ է վերականգնացվող եւ հիմնական բուժող հարցը կարծում եմ դրանց հետ է կապված։ Մենք միշտ փորձել ենք Արարատը այդ մասով ընդգրկված չի եւ կարծում եմ ինձ չի կարող։ Եթե դեպուզ ընդգրկվածը չլիներ, մենք միանշանակ փորձել ենք խթանենք այդ զարգացման, դրա համար ես ասացի, որ ես անձամբ նախատեսում եմ հնարավորություն, եթե հնարավորություն ասել հողատարածքի մասով, քաղաքից տարածքում նման Ունեք այլ հարցեր։ Եզրափակ։ Եթե Շնորհակալ եմ։
Չեկինը չի կարող։